Բարելույթ հայրենակիցներ, մի քանի րոպեով ձեզ զբաղեցնեմ բաց զրույցով իմ բաց բալկոնից եւ արդեն անցնեմ իմ առօրյա գործերի։ Վերջին մի քանի օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, պատգամավորներ, քարոզիչներ, պաշտոնյաներ սկսել են սպառնալ մեր հայրենակիցներին, ովքեր պատրաստվում են այս օրերին գալ Հայաստան։ Ոչ միայն ընտրություններին մասնակցելու, այլ տարբեր առիթներով, ուրախության, տխրության կամ արձակուրդի։ Թե ով Ռուսաստանից եկավ Հայաստան, պետք է տանել 25-օրյա վարժական հավաքների։ Ուղիղ էլ ասում են, պետք է տանել 25-օրյա վարժական հավաքների։ Նախ, այս իշխանությունը իր այդ ուղերձով փորձում է բոլոր մեր հայրենակիցներին վախեցնել, իրականում իրենց ուղեղով վախեցնել, թե չհամարձակվեք գալ Հայաստան, թե չկտանենք ձեզ 25-օրյա վարժական հավաքների։ Երկրորդը, այս իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ առհամարած ունի եւ մարտական ծառայությունը, առհամարած ունի եւ բանակին, եւ զինված ուժերին, ամեն ինչը ծառայեցնում է իր քաղաքական հաշիվներին, իր ընտրական հաշիվներին, ինչպես ամեն ինչ, մայիս 28-յան շքեր, մնացալ բոլոր հարցերում։ 25-օրյա վարժական հավաքները առաջին անգամ չէ, որ քաղաքական գործիք է դառնում այս իշխանությունների համար։ Կհիշեք դիմադրության շարժման օրերին 22 թվականին, երբ որ սկսեցին հայտարարել, որ բոլոր այն երիտասարդները, որը կանգնում են հրապարակներում, պետք է տանել վարժական հավաքների։ Դրանք միայն խոսքեր չէին, իրականում տասնյակներով մեր երիտասարդների այդ օրերին զորակոչեցին 25-օրյա վարժական հավաքների։ Անգամ հարց ասավ այնտեղ, որ զորակոչված մեր երիտասարդների Դաշնակցության ուսանողական միության ղեկավարների մեկին հասկացան արդեն զորակոչված, որ օրենք է խախտել, որտեղ падգամավորի օգնական է եւ չէին կարող զորակոչել, թե կներես հետ կարող ես գնալ, բայց նա մնալ։ Անգամ մասնակցեց 22 թվականի սեպտեմբեր 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի դիմագրավմանը Գեղարքունիքում։ Այդ օրերին Զավեշտը ասավ այնտեղ, որ պարտադրում էին զինկոմիսարիատներին անօրինական գործողությունների։ Որտից արդեն 2 ամիս բանտում նստած էր, երբ որ զինկոմիսարիատից փոխգնդապետը թուղթը ձեռքին ամաչելով եկել է, թե գիտեմ, որ բանտում է, բայց այս թուղթը ստորագրեք։ Սա է այս իշխանությունների վերաբերմունքը մեր երկրի անվտանգության, մեր երկրի պաշտպանության նկատմամբ։ Նրանց համար 25-օրյա վարժական հավաքը դա դիզբատն է, որտեղ անօրեններն են։ Իրականում, երբ որ այս իշխանությունը քաղաքական քվեի համար, ընտրական քվեի համար հունվարին օրենքը փոխեց եւ ծառայությունը դարձրեց 1.5 տարի, ու շատ էր խոսում, թե արդյոք ռեսուրսը կբավականացնի, փոխորդում էին, թե ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ արված է, բայց պարզվեց, որ 26 թվականին 25-օրյա վարժական հավաքներին մոտ 6000 ավել քաղաքացի է զորակոչվելու։ Հարցում եմ ուղարկել պաշտպանության նախարարություն, թե ինչ ծավալներով է իրականացվելու այս տարի վարժական հավաքները։ Պարզվեց ընտրական գործընթացի փուլում 1000-ից ավել քաղաքացի է զորակոչվելու 25-օրյա վարժական հավաքներին։ Սա է Պապիկյան Սուրենի ղեկավարած պաշտպանության նախարարությունը, նրա ու նրա ենթակաների ղեկավարած մեր հայրենիքի բանակը։ Խոսքս ուղղում եմ այն սպաներին, ովքեր մարտական հերթապահություն իրականացնելու պատասխանատուներն են։ Ձեզ դուր է գալիս սա, արդյոք նորմալ է, որ պարտադրաբար բերված մեր հայրենակիցներով դուք իրականացնեք մարտական հերթապահությունը, առաջնագիծը պահեք, չէ՞ որ դուք եք հասկանում, որ այդպես նորմալ չէ։ Եվ վերջապես, խոսքս ուղղում եմ բոլոր զինծառայողներին, պայմանագրային, պարտադիր, սպայական անձնակազմին։ Դες փորձելու են, արդեն փորձում են պարտադրել այս տեսակ մարդկանց քաղաքական ուժին քվեն տալ։ Չէ՞ որ դուք զինվորական եք, զինվորականը ենթարկվող չէ, զինվորականը ազատ է, զինվորականը խիզախ է։ Մի ենթարկվեք այդ անօրինական պարտադրանքներին։ Գնացեք քվեարկության, խղճի մտով եւ պատկերացրեք, որ դուք քվեարկում եք հանուն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, որը պետք է լինի մարտունակ, մեջքը պինդ եւ մեջքը չծռած, ու ազատվեք այս մեջքը ծռածների իշխանությունից։ Լավ մնացեք։